Բարև բոլոր գեյմերներին։ Եկել ենք երևի ավելի շատ աջակցենք գեյմերներին, որովհետև հաճախ մենք լսում ենք, որ խաղերը շատ երեխեքի համար են, դեռահասների համար են, քիչ խաղա, մի խաղա, մեծացի եւ այլն, բայց խաղերի բավականին զգալի մասը 18+ են ու իրենք մեծերի համար են առհասարակ նախատեսված։ Ու խաղերի միջոցով մենք կարողանում ենք շատ արագ հասնենք մեր պահանջմունքների բավարարմանը, որոնց հասնելը կյանքում բավականին բարդ է լինում։ Իսկ կյանքում տենց չի, ոչ մեկ քեզ չի ասում, դες որ սենց անես, սենց կլինի, սենց անես չի, հաջողակ կլինես։ Կյանքը չես կարա ստոպի դնես։ Ստոպի վրա։ Մենավեշ կիբերսպորտ ինքը բավականին հետաքրքիր ու սենց հավես սպորտաձև է։ Իդեմ էս կարծատիպիա, որ օրինակ եթե խաղեր ես խաղում, ուրեմն անպայման միայնակ ես կամ անպայման ճոպարփակված ես, կարա հակառակը լինի, մարդը գտնի իր անկերներին հենց այդ ոլորտում, այդ աշխարհում։ Դերեալիզացիայի մասին ասենք, հա, այդ տենն է, երբ որ դու իրականությունից մի քիչ կտրվում ես, խաղը շատ լիքն է ամեն ինչով, ինքը շատ գունավոր է, շատ հավես հետաքրքիր է, ու երբ որ դու արդեն անջատում ես խաղը ու գալիս ես իրական կյանք, քեզ շատ անհասկանալի կարա լինի որոշ բաներ, հիասթափանցի, տխրատնի, օրինակ գույները։ Խնդիրներից մյուսը կարանք համարենք այն, որ խաղը միակ տեղն է, որտեղ դու կարող ես հանգստանաս, խաղը միակ բանն է, ինչ քեզ հաճույք է տալիս քո կյանքում, եւ որ խաղը սկսում է քո շատ մեծ կարիքները բավարարի, ու նաեւ առհասարակ կյանքի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն կարա լինի, հա, խաղերը շատ լինելու պարագայում, բայց եթե դու ինքդ կարողանում ես, հա, տարանջատես քո համար ճիշտ քանակ գտնես խաղի, որ քո կյանքը չտուժի, հրաշալի միջոց կարա լինի հանգստանալու ու չեմ զբաղվել։ Այդ կարծրատիպը բան ենք անում։ Հա, Հանրարման գեյմինգ ոլորտը, մեծահասակների ոլորտը նույն այդ ստեղծելուց սկսած մինչև խաղալու հմտությունները, որ մեծ տարիքում կարաս ունենալ։ Հաստատ։